Հատրությունը հաճախ լինում է ավելի պարզ, քան մենք սպասում ենք դա իրականության մեջ։ Վիրտուալ սեքսին ձգտում են մարդիկ, ովքեր իրական սեռական հարաբերությունների մեջ ունեն խնդիրներ։ Վիրտուալ սեքսի ձգտում են տղամարդիկ հիմնականում, ովքեր ունեն այս կամ այն դժվարությունը սեռական հարաբերությունների իրականացման ճանապարհին։ Դա կարող է լինի պոտենցիայի հետ կապված դժվարություններ, դա կարող է լինի ակտի տևողության հետ կապված դժվարություններ, անդամի գլխիկի ցավ, մաշկի բացվելու խնդիրը, սանձիկի կարճություն, վերջ-վերջը տարբեր կոմպլեքսներ կարող են լինել, ամաչկոտություն, ինքնամփոփություն, շփման դժվարություն եւ այլն եւ այլն։ Սա պարփակում է մարդուն, կոմպլեքսավորում է եւ դարձնում անընկալունակ առաջնահերթ դեռևս սովորական շփման համար, հետագայում նաեւ սեքսի մեջ շփման համար, որովհետեւ որպեսզի տղամարդը կարողանա ինտիմ կապերի մեջ լինի կնոջ հետ, ոչ չի գնում միանգամից ինտիմ կապի մեջ մտնում, պետքա լինի շփում, զրույց, չգիտեմ, հանդիպում, բայց դրա համար պետք է տղամարդը ունենա համապատասխան հմտություններ, թե ինքը ինչպես շփվի հակառակ սեռի հետ։ Ահա այս հմտությունների բացակայության ֆոնի վրա տղամարդը սկսում է խուսափել այդ ամեն ինչից։ Միայնակ տղամարդու պարագայում վիրտուալ շփումը շատ մեծ խնդիրներ չի առաջացնում, բայց ամուսնական զույգի պարագայում սա դառնում է մեծ խնդիր, որովհետև սա վիրավորական է կնոջ համար։ Կինը մտածում է, որ ինքը այդքան չկա, որ իր հետ այդ շփումը ամուսինը անի, որովհետև ինքը ընտրում է վիրտուալ շփման տարբերակը։ Բայց կարող է այդ ամուսինը ինքը շատ հարգում, շատ սիրում է իր կնոջը, բայց ինչ որ խնդիրներ ունի, որից ելնելով չի կարողանում ռեալիզացնել իր սեռական կյանքը եւ դա փնտրում է վիրտուալ հարթակում, որտեղ վիրտուալ հարթակում կոմպլեքսներ չկան, վիրտուալ հարթակում քեզ ոչ մեկ չի տեսնում, դու ազատ ես, դու արքա ես այդ վիրտուալ հարթակում, ինչ ուզում խոսում ես, ինչ ուզում ներկայացնում ես, որ հեսա սենց կանես, նենց կանես, ու ոչ մեկ չգիտի դու կարած թե չես կարող անես։ Եվ այսպես շարունակվում է եւ շարունակվում դառնալով արատավոր օղակ եւ ախտաբանական երևույթ։ Պետք է օգնել նմանատիպ իրավիճակում հայտնված տղամարդուն, հակառակ դեպքում գնալով իր խնդիրը բարդանալու է եւ բարդանալու։